Շարունակում ենք մեր եթերը, սիրելի հեռուստադիտողներ, էլի մշակութային հետաքրքիր իրադարձության ենք անդրադառնալու, օրերս Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ Արմինե Սարգսյանի Արմինե 2 գրքի ընթերցում, խորագրով ներկայացումը։ Ներկայացմանը մասնակցել են դերասաններ Նվարդ Դուդուկչյանը և Սմբատ Հովհաննիսյանը։ Միջոցառման ընթացքում փոքրիկ բեմադրության տեսքով ներկայացվեց հեղինակի պոեզիան, անդրադարձ կատարելով հեղինակի անցած ճանապարհի մասին։ Այս ամենի մասին խոսելու ենք մեր հյուրերի հետ, Դավիթը կներկայացնի, կանցնենք առաջ։ Իհարկե, մեր հյուրերն են գերմանաբնակ բանաստեղծուհի Արմինե Սարգսյանը, դերասանուհի Նվարդ Դուդուկչյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Բարի լույս, բարի ապրիլ։ Այսօր ապրիլի 1-ն է։ Այսօր ապրիլի 1-ն է։ Այսօր խաբելու օրն է։ Ապրիլի 1-ն է, կարող է խաբում են մեզ։ Կարող է։ Դե շնորհավոր, ինչպես ասում են, բայց ասում եմ մենք մեկը չենք խաբում, մենք ճիշտն ենք ասում, ինչ է տեղի ունեցել, հասկանանք Նարեկացի արվեստի միությունում։ Հասկանանք։ Խնդրեմ։ Ես խոսեմ։ Հա, սիրով։ Լավ, ուրեմն առաջարկը ստացա Արմինեից եւ մտածում էինք թե ինչպես պիտի անենք, որովհետեւ առաջին անգամ էր որ բանաստեղծություններով պետքա ներկայացում լիներ ու ինքը պետքա նաեւ մեր համար ոնց որ հետաքրքիր լինել էլի որպես դերասան, որպես մարդ, ով առաջին անգամ է այդ ամեն ինչի մեջ վերցրինք երկու գրքերը, որոնք հեսա տեսնում եք, խնդրեմ։ Ու սկսեցինք կարդալ։ Ընթացքում զգում էինք, որ ոչ մի կերպ չէինք կարողանում ընտրեինք, որ բանաստեղծությունը պիտի լինի, որովհետև շատ էին մեզ դուր եկած բանաստեղծությունները։ Մի խոսքով դժվարությամբ գտանք ու հիմա եկավ հերթը բեմադրելու։ Այդ շատ ավելի դժվար էր, որովհետև ճիշտն ասած ես որպես դերասան առաջին անգամ էի այդ ամենի մեջ, առաջին անգամ պիտի բանաստեղծություն ուղղակի ոչ թե կարդայի, այլ բեմադրվեր այդ ամենը։ Սկսեցինք մտածել ինչ ճյուղով պետքա գնանք, որովհետև Արմինեի երկու գրքերում էլ տարբեր են թեմաները, այսինքն այնտեղ կա Աստծո հետ խոսակցություն, կա որդու հետ խոսակցություն, կա Երևանին նվիրված թեմաներ, կա սիրո խոսակցություն, կա մորը, կա հորը նվիրված թեմաներ եւ այդպես որոշեցինք վերցնենք սիրո թեման, որովհետև տղա եւ աղջիկ էինք։ Սերն է պակասել։ Չէ, մեզ մոտ սերը չէր պակասել, մենք անընդհատ իրար փնտրում էինք, գտնում էինք, հետո թողնում էինք, հետո նորից էինք գտնում, հետո ավելի պինդ էինք գրկում իրար, հետո նորից թողնում էինք ու այդպես մնացածը երևի ոնց որ առօրյայում էլի։ Այնքան գեղեցիկ ներկայացրեց, ես նորից այդ կադրերը զգացի։ Նվարդը հրաշալի կերպով կարողացավ գրավել հանդիսատեսին եւ ինձ որպես հեղինակ, ինձ համար անկեղծ շատ անսպասելի էր, որով ես ականատես էի լինում հենց առաջի օրը, այնտեղ ոչ մի փորձի ներկա չեմ եղել, իդեան ծնվել է գրեթե տարի առաջ հեռախոսով եւ փայլուն երիտասարդներ ուղակի ունենք մենք, որի համար շնորհակալ եմ նախախնամությանը, որ մեզ ծանոթացրեց Նվարդի հետ, մեր պրոյեկտին, որ YouTube-յան պրոյեկտով մենք սկսեցինք միմյանց աշխատել, ձայնը շատ մեծ նշանակություն ունի իդեպ, ես առաջին անգամ 5 րոպե մեր զրույցով հասկացա, որ այս գեղեցիկ երիտասարդ աղջկա հետ ճանապարհ դեռ ունենք անցնելու։ Ձայնով ես հիացա եւ կարծում եմ շատ ճիշտ էր որոշումը։ Իդեպ դա տեղի պիտի ունենար սեպտեմբերին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց գալս հայրենիք ու շատ հապճեպ ստացվեց գարնան իմ այցը, անմիջապես Նվարդ հետ խոսեցի, գեր զբաղվածության մեջ, ասեց հարց չկա Արմինե ջան, անում ենք, դա մի յուրահատուկ լույս է, երբ դու հեռավորության կիլոմետրերի վրա ձեռքերդ կարճ են, ձեռքերդ երկար չեն ու դու ունես վստահելի հավատարիմ մարդ, ու դա ես կարծում եմ Աստծո շնորհը։ Քանի տարի է որ Գերմանիայում եք բնակվում։ Արդեն 8 տարի, ինչ գործունեություն եք այնտեղ ծավալում։ Այնտեղ հիմնականում վերջին 3 տարին եմ սկսել, տարածում եմ հայկական համայնքներում, թե Գերմանիայում, թե Գերմանիայից դուրս հայկական մշակույթը, ընթերցանությամբ եւ բացի ժամանակակից գրականությունից նաեւ անցում եմ կատարում արևմտահայ գրականությանը, մեր վաղամերիկ մեծերին, ու զգում եմ որքան կարոտ ու ծարավ ունի մեր հայազգը այնտեղ։ Դա ավելի է տալիս շատ հարցերի պատասխաններ եւ շատ իմաստություն է փոխանցում, այսինքն երկկողմանի մի կամուրջ է ստեղծվում այդպես հեղինակի եւ հանդիսատես չասեմ ընթերցողի միջև
հիշում եմ մի կադր Քյոլնի համայնքում մի տարեց գերմանուհի մոտեցավ հայերեն վաղուց արդեն խոսում է եւ սիրում է հայոց լեզուն, գրկեց ինձ ու ձեռքերս համբուրեց։ Շնորհակալություն հայտնելով, ընդամենը Վարուժան էի ասմունքում։ Նման բահերի զգում ես, որ իզուր չէ ոչինչ էս կյանքում։ Իսկ այդ ամենը, օրինակ մեր հայրենակիցներին իրականում բացի կարոտի զգացողությունից, ուրիշ հստակ քայլեր գալու, եթե շատ տարիներ չեն եղել, որովհետև ես մարդիկ եմ ճանաչում, ովքեր 20-30 տարով Հայաստանում չեն եղել եւ անգամ իրենց պատկերացումները Հայաստանի մասին դեռ շատ վաղ անցյալում են։ Այդ ամենը ստիպում է, որ իրենք ավելի մոտ կանգնեն Հայաստանին։ Բավականին, հա, բավականին, բայց պետք է այստեղ մի փոքրիկ նյուանս նշեմ, երկիրը դեր է խաղում։ Լինելով Ֆրանսիայի համայնքներում, Իսպանիայի, այնտեղ Հայաստանում ես դու։ Այդ շատ ավելի ուրիշ է։ Շատ ուրիշ է։ Նույնիսկ եթե տարիներ, երկար տասնյակ տարիներ չեն եղել մարդիկ, բայց իրենք այնքան հայկական են։ Ես լինելով 3.5 տարի բացակայությունից հետո Երևանում, ես այդ կարոտը զգացի Երևանումս, չկա դա էլ։ Երևանը այսօր ուրիշ է, քան թե այնտեղ երկար բնակվող հայերը, որոնք ավելի են պահպանում իրենց հայկականությունը։ Ինչով։ Իրենց ավանդույթներով, իրենց զգայականությամբ, իրենց շնորհակալական լինելով եւ իրենց փոքրիկ լուման թեկուզ հայրենիքի համար իսկապես սրտանց ներդրելով, դա մեծ մարդկային գործոն է կարծում եմ այսօրվա իրականության մեջ։ Այսինքն Գերմանիայում համայնքներում այդ զգացողությունը չկա, որ մի տեսակ փոքրիկ Հայաստան է։ Ֆրանսիայում ավելի։ Հա, չէ, Ֆրանսիայում ավելի ջերմ է։ Ես ասում եմ, Ֆրանսիան ինքը երևի թե Հայաստանից հետո Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգների համայնքները դեռ չեմ եղել նահանգներում, բայց շատ եմ լսել եւ մենք բոլորս ենք տեսնում, շատ ուժեղ կանգնած են մեր հայրենիքի կողքին եւ դա այդ ջերմությունը Դե երեք Գերմանիայի նախագահը այստեղ էր, կարող ինչ-որ մի բան փոխվի, չգիտեմ, ձեզ հետ եք վերել։ Այստեղ ինչ-որ մի բան կա։ Շատ արագ փոխվի ամեն։ Հուզվի։ Ինչ էր պակասել Հայաստանին, երբ ասացիք 3 տարի չէիք եղել եւ ինչ-որ ուրիշ բան զգացիք, ինչն է պակասում։ Ախ, շատ գեղեցիկ, բայց խորքային հարց է, կարծում մինչև երեկո պետք է խոսենք այդ հարցի շուրջ։ Մինչև երեկո չունենք ժամանակ, բայց դեռ ունենք։ Բայց կարճ ասեմ, անկեղծությունն է պակասում։ Փոխվել են մարդիկ։ Եվ այդ անկեղծության մեջ այն մաքուր մի գիծ կա, որ մենք մենակ ունենք հայերս, դա շատ քչացել է արդեն տոկոսային հարաբերությամբ։ Երևի թե պաշտպանիչ շերտը պետք է այդպես լինի, որ բայց ավելի լավ է չլինի։ Այդպիսի պաշտպանիչ շերտ ավելի լավ է չլինի, որովհետև դա ամեն դեպքում շատ բաներ է գլխներով ես անցնում։ Հա, գիտեմ, բայց ամեն դեպքում դա է մեր ազգի ամենահզոր ուժը, ուժերից մեկը, մեր անկեղծությունը, որով եւ նաեւ մենք ուղիղ եւ հարաբերական կապված ենք Աստծո հետ դարերի վեր։ Դա մի տեսակ զգացի քչացել է։ Լավն էր համեմատությունը։ Ապագայում ինչ պլաններ ունեք, նոր գրքեր, նոր բանաստեղծություններ, նոր ներկայացումներ։ Ներկայացումներ լավներ չէ։ Դե հա, դե սկսել եք, պետք է շարունակեք։ Սա ինձ ինչ որ պարտադրող մի այսպես ասած ձևաչափի մեջ է դնում, թեպետ ավելի սևեռված եմ երրորդ գրքից ստեղծման մեջ, այսինքն ստեղծվել է, մնում է մտնի տպարան, այդպես տակ-տակ է ինքը արդեն։ Եվ շարունակեմ ընթացքը այնտեղ իմ ընթերցումների, մայիսին ունեմ հրավերք Լայպցիգի համայնքում, բայց արդեն երկու լեզուներով, հայերեն եւ գերմաներեն։ Տեսնենք ինչպես կստացվի։ Գերմաներեն հայերեն, հայկական բանաստեղծություններ, գերմաներեն ինչ եք կարդում։ Եվ գերմաներենով այս դեպքում։ Բարդ չի թարգմանելը։ Բարդ է, հա, հեշտ չի։ Որովհետև դա լեզվի իմացությունը միայն հերիք չի բանաստեղծության։ Դա ճիշտ է, որ յուրաքանչյուր լեզու իր բնավորությունն ունի, իսկ գերմաներենը իսկապես բավական թելադրում է իր խստությունն ու իր կանոնակարգը եւ այդպես ֆլիրտային լեզու չի, ինքը կոնկրետ է եւ ազդում է մեր մտածողության վրա եւ նաեւ մեր վարքագծի վրա։ Դե անշուշտ։ Բայց եթե մենք խոսում ենք բանաստեղծական ներկայացումների մասին կամ պոեզիայի երեկոների մասին, հիմա այս դեպքում Հայաստանում ունեցաք փորձ, ոնց հասկացա առաջին անգամներ, չէ՞։ Եվ այնտեղ հանրության ընկալումը առհասարակ պոեզիայի երեկո որպես ներկայացում, կամ որպես բեմադրություն, ինչ տարբերություն կա։ Այնտեղ դեռ որպես բեմադրությամբ չեմ ներկայացել։ Դեռ կարդում եք, չէ՞։ Ուղղակի ընթերցումներ են եղել։ Այ ո՞նց է դա ընկալվում։
բավական կլանվում է հասարակությունը։ Ինքը իրենք բացի զգայական լինելուց ավելի ոգևորվում են, որ իրենց երեխաներին ավելի շատ հայկական դպրոցներ, ավելի շատ հայերեն լեզու, հայկական հեքիաթների մոտեցման գաղափարն է ավելի ակտիվանում եւ դա կարծում եմ մի փոքրիկ քայլ է, հա, յուրաքանչյուրս եթե մեր կողմից այսպես գտալ առ գտալ կարողանանք մեր սերնդներին դա ներմուծենք, նրանք կարողանան այդպես էլ ձևավորվել ավելի շատ հայ։ Եվ հպարտ լինել մեր Արարատով։ Այո, ոչ միայն Արարատի նկարները տանը ունենալ, այլ հենց Արարատի իրենց մեջ գրեն։ Հա, լավ ասեցիք։ Հիմա երեխեքի անունը Արարատ չեն էլ դնում։ Հա, ճիշտ է։ Ճիշտ է։ Հիմա ինչ են դնում, գլամուր անուններ են դնում հիմա, չէ՞։ Չէ, ինչի Դավիթ էլ են դնում, մենակ գլամուր անուններ չի։ Դե դու ծեր ես, քեզ ես երիտասարդների մասին եմ խոսում։ Երիտասարդները Դավիթ են դնում։ Ես իմ տղամը Դավիթ չի։ Իմ անունն է Դավիթ, անում չի։ Գիտեմ, դու ասացիր Դավիթ են դնում, ես քո հետ կապեցի։ Չէ, Դավիթ էլ են դնում։ Դնում են։ Դա աստված։ Հզոր անունը Դավիթ։ Շնորհակալ եմ։ Շատ հավեսն եմ ասում։ Հա, ես ուզում եմ Վարդին հարցս ուղղել, այդ դες համար առաջի փորձն էր բանաստեղծական երեկո ունենալու։ Հա, որ բեմադրությունը եւ ամեն ինչը մեր վրա էր, հա, մասնակցել եմ, բայց այստեղ չեմ մասնակցել, Ֆրանսիայում եմ մասնակցել, հայ-ֆրանսիական համատեղ բաներ էլի ներկայացում էր Միսակ Մանուշյանին նվիրված իր բանաստեղծություններով, բայց այն որ դու ես որոշում, այն որ քո փոխարեն որոշում են ու քեզ ասում են օրինակ ինձ պետքա սենց անես, այդ լրիվ ուրիշ է, բայց երբ որ դու ես որոշում, որ բա հիմա ինչ պիտի անեմ, բա հիմա ոնց ենք անելու հիմա, այդ առաջին անգամ էր, չգիտեմ որքանով ստացվեց, Արմինեն ասեց, բայց ամեն դեպքում ես իհարկե հասկանում եմ, որ ինքը շատ աշխատելու տեղեր ուներ, շատ ավելի պետքա լիներ, բայց ոնց որ առաջին փորձն էր, հուսանք կլինեն էլի մեր համագործակցությունները ու կլինի ավելի։ Տեսեք, հիմա այս մի ընթացք կար, որ հա կարդում էին բանաստեղծություններ, հետաքրքիր պոեզիայի ներկայացում էր, հետո դա ընդհատվեց, միահագին ընթացք, հիմա նորից շատ ակտիվացել է եւ շատ հայտնի արտիստներ կազմակերպում են դա եւ երաժշտության ուղեկցությամբ եւ ոչ, այսինքն մի քիչ բեմադրված։ Իրականում դե կարդում են իհարկե մեր դասականներին շատ ավելի եւ այսօր դուք արդեն ունեցել Արմինեի բանաստեղծությունները ներկայացնելու այդ նոր ստեղծագործողի հատկապես կին բանաստեղծի ինչպես Ախմատովան էր ասում, հա, լինել կին բանաստեղծ անհեթեթ է, բայց իրականում ոնց է դա ընկալվում հանրության կողմից։ Եթե դա դասական չի, անկեղծ ասեմ, ես ճիշտն ասած չէի սպասում, որ մենք ունենալու ենք այդքան հանդիսատես, անկեղծ պիտի ասեմ։ Բայց երբ որ ես դուրս եկա ու տեսա, որ այդքան մարդ նստած է, ես հասկացա, որ ամեն դեպքում մենք ունենք ժամանակակից գրականություն ու ես ճիշտ ասած չեմ սիրում այն խոսքը, որ դե լավ մենք ինչ ունենք ժամանակակից։ Մեր դասական, իհարկե մեր դասականները շատ են ու շատ մեծ են իրանց ազդեցությունը մեր վրա, բայց եթե մենք տեղ չտանք ժամանակակից գրականությանը, ուրեմն էլ ով է տեղ տալու։ Այսինքն մենք պետքա ընթերցենք, պետքա ներկայացնենք այդ ու հանդիսատես կար, որ եկան, նստեցին ու լսեցին այդ ամեն ինչը, այսինքն շատ լավ է ու շատ գովելի է այն փաստը, որ հիմա մենք անում ենք ժամանակակից գործեր, ոչ թե դասականներ, իհարկե դասականներ է պետք անել։ Նման դասականներ ունեցող ազգը չի կարող ժամանակակից գրականություն չունենա, սա ֆիքս է պարտադիր, որովհետև մենք ժամանակակից ֆանտաստիկ պոետներ ունենք եւ բանաստեղծներ ունենք։ Այո, ես ձեր հետ համաձայն եմ։ Եվ ժամանակակից պոետներին բայց շատ են անդրադառնում, անշիկ։ Դասականներին էլ են անդրադառնում, այդ ժամանակակից պոետներին էլ են շատ անդրադառնում։ Ուզում եի ասել, որ պրոյեկտ կա, որ հիմա հենց պոետը ինքն է կազմակերպում ժամանակակից ընթացքում։ Գիտեմ ում մասին եք ասում, այո։ Դե նայեք, երբ դու չես Հայաստանում չես ու անդադ կապը, այսպես ասած, ակտիվ չի եւ մենք էլ տենց բնավորություն ունենք, հերիքի ասում երկու օր չտեսնենք, ամեն ինչ մոռանում ենք, առասարակ շուտ մոռացող ազգ ենք մենք, մեր պատմությունն էլ, մեր անուններն էլ, իրականում այդ խնդիրը կա, մեզ է։ Եվ երբ հայրենակից հետ հատկապես Հայաստանում չի ապրում ու երկարուձիգ տարիներ ու երբեմն պիտի առիթ ունենա ներկայանալու, սա իրականում անընդհատ ստեղծում է հանրություն, մենք հետո մենք քննադատ ազգ ենք, մենք գալիս ենք լուրջ աչքով ենք նայում, կարող է ինչ-որ առումով լավ է, բացի նրանից, որ մի քիչ տենց
ուրիշ կարծիք ունենք մեր ազգի մասին։ Լավ առումով թող լիներ, թող մենք իսկապես համարենք, որ մենք լավն ենք, լավագույնն ենք եւ լավագույն դրսեւորումներով էլ ապրենք։ Ես դրան դեմ չեմ, բայց եթե կարողանանք այդպես անել։ Իրականում, բայց նաեւ իսկապես քննադատ ազգ ենք, այսինքն մենք կարձագանքենք, կասենք, մի բան էլ կարող ցույց տանք, որ չենք հավանել։ Գուցե Եվրոպայում մի քիչ ավելի բարեկիրթ են այդ առումով, չեն հավանի, բայց տենց սուս-փուս կգնան։ Այս ֆոնին իրականում ներկայացնել ժամանակակից ստեղծագործողի, որը հատկապես Հայաստանում չի, այդ մի քիչ բարդ բան է, որովհետև ինչպես ռիսկային։ Հա, ռիսկային, դե այստեղ չեն ապրում, ինչ են զգում իրանք պիտի այստեղ ապրեն, որը զգան ի վերջո հայրենիքի մասին գրելը դա զգացողություն է եւ այլն։ Շատ բաներ կարող ենք էլի այստեղ ներկայացնել։ Հիմա Արմինեն առաջին քայլն արեց, չվախեցավ, ոնց հասկացա։ Հա, ունեմ այդպես խիզախություններ։ Չգիտեմ, ես չեմ վախենում քրիտիկաներից, երևի դա է օգնում ինձ, հետո շատ չեմ ականջս օղորմի ուզեց մայրս ասում էր, մի ականջդ փակի, մի աչքդ փակի, այդպես օգնում է, դու գնում ես առաջ ու ավելի շատ բնության հետ եմ խորհրդակցում, մի քիչ կարող է աբսուրդ թվա, բայց շատ են ինձ օգնում։ Բացարձակ աբսուրդ չի թվում։ Բնության մեջ լռությունը, լռության մեջ այնքան պատասխաններ կա։ Աբսուրդը հակառակն է, երբ որ բնության հետ կապ չունի մարդը, ասում ես աբսուրդ է։ Դե ասենք չունեմ թիմ, որոնց հետ աշխատեմ, հա, այդ այն նկատի ունեմ խորհրդատուներ եւ այլն։ Ես ինքս ինձնով եւ իմ Աստծով ու ինչ որ մի փոքրիկ քայլերով, Էքզյուպերիի ասած, մանր քայլերով առաջ եմ գնում։ Հայաստան չեք ուզում տեղափոխվել։ Դա մեծ որդուս ունի Կռիվն։ Անդրանիկիս եւ Տիգրանիս իրենք անընդհատ գալիս գնում են, բայց մեր նպատակն է, որ վերջնական ու մշտական, հա, քանզի ամեն դեպքում կա մի զգացողություն, որ կարոտից էլ ավելի է, էլ ավելի ուժեղ է եւ դու ինչքան էլ այնտեղից պիտանի լինես քո հայրենիքին, միևնույն է, ներսումդ միշտ մի ցավ է հոսում, դա դու ներկա չես ներսում։ Դե ուսանք ձեր որդիները Տիգրանն ու Անդրանիկը հատկապես իրենց տեսակով Անունները նենց է որ ու նաև դաստիարակությամբ այո, պիտի ապրեն Հայաստանում։ Այո։ Համել որ շատանանք օտար ազգիներին տեղ չլինի չգան էլի։ Տեղ է բացվել, մի քիչ շատ են։ Մի քիչ շատ են, հա։ Շնորհակալ ենք, որ մեջ ուրնեիք։ Եվ որ մի քիչ շատն են, կարող է մարդիկ մտածեն, որ գան կտան գլուխներները կջարդեն։ Այո, դե Մենք էլ շնորհակալ։ Քանակությունը իհարկե որակը կարևոր է, բայց քանակությունը որոշիչ դեր է կատարում։ Միանշանակ է դա։ Շնորհակալ ենք մենք ձեզ։ Մենք ենք ձեզ շնորհակալ։ Շնորհակալ ենք ձեզ հաջողություն, կսպասենք հաջորդ ներկայացմանների դեպքում այդպես ձևակերպենք։ Ձեզ էլ բարի խաղաղ գարնան շարունակություն։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, չգիտեմ ինչքան ժամանակ ունենք, դեռ ժամանակ ունենք, ես մտածում կարող է առիթ ունենանք էլի տեսանյութի մասին խոսելու, բայց այս պահին գովազդ, հետո արդեն ոնց որ թե խոհանոցում ամեն ինչ պատրաստ է, կհանդիպենք խոհանոցի տաղավարում։